Հայաստանի կառավարությունը կշարունակի լրացուցիչ սոցիալական աջակցություն տրամադրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին։ Համապատասխան որոշումն ընդունվել է գործադիրի կողմից։ Այն կտրամադրվի կարիքավոր ընտանիքներին ամենամսյա դրամական աջակցության ձևով 2025 թվականի ապրիլից մինչև դեկտեմբերը ներառյալ։ Ապրիլի 1-ից որոշակի խմբեր արդեն հիմնականում աշխատանքային տարիքի անձինք չեն ստանալու գիտության եւ այլ ծախսերը օգնելու սոցիալական աջակցության միջոցառումը եւ քանի որ կար օբյեկտիվ անհրաժեշտություն մեր քննարկումների արդյունքում դիմումների ուսումնասիրության արդյունքում որ որոշակի անձինք դեռևս կարիք ունեն դրա աջակցության օրինակ որոշակի ծախսեր օգնելու բնակվարձի վճարումները կատարելու համար եւ այս հանգամանքով պայմանավորված ընդունվել է կառավարության որոշումը որի հիմքը ցածր եկամուտներ ունեցող անձանց աջակցության տրամադրումն է։ Իրախային սոցիալական աջակցության տրամադրումն է եւ աջակցության չափը պայմանավորված է լինելու ընտանիքի անդամների թվով։ Կարիքավոր են համարվում այն ընտանիքները, որոնց ամսական եկամտի չափը ցածր է 55,000 դրամից։ Աջակցության ամսական չափը ընտանիքի առաջին անդամի համար կկազմի 40,000 դրամ, իսկ մյուս անդամների համար 10,000 դրամ։ Ընտանիքը բաղկացած է 5 անդամներից, որոնց հաշվով 55,000 դրամից ավել ընտանիքը եկամուտ չունի, կդիտարկվի շահառու եւ կստանա աջակցություն 40,000 դրամ ընտանիքի համար, գումարած եւս սկսած երկրորդ անդամից յուրաքանչյուրի համար 10,000 դրամ, այսինքն 40,000 դրամ գումարած եւս 40,000 դրամ, 80,000 դրամ։ Նպատակը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կարիքավոր ցածր եկամուտներ ունեցող ընտանիքներին կյանքի դժվարին իրավիճակը հաղթահարելու համար լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցություն տրամադրելն է։ Վերջերս մենք ներդրել ենք ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգ, որտեղ սահմանվում են անապահովության շեմեր, իսկ այդ շեմերը պայմանավորված են բարենային զամբյուղի արժեքով։ Ուրեմն սահմանված է 4 շեմ, դա կոչվում է ծայրեղ անապահով, չափավոր անապահով, միջին անապահով եւ անապահով, որը իր հերթին պայմանավորված է որոշակի տոկոսային արտահայտությամբ բարենային զամբյուղի արժեքի հետ, քանի որ բարենային զամբյուղի արժեքը դիտարկվել է 24 թվականի 3-րդ եռամսյակի համար հաշվարկված գումարը, դա 34,581-ն է, իսկ մյուս շեմերն էլ կախված այս թվից ունեն հետևյալ տոկոսային արտահայտություն, այդ շեմի նկատմամբ 130%-ը դա չափավոր աղքատն է, 160%-ը միջին աղքատը, 185%-ը անապահովը, այսպես ասենք, վերցված է միջին անապահովության շեմը։ Կանխատեսվում է, որ այս ծրագրի շահառու կարող է դառնալ ավելի քան 3000 ընտանիք։ Քանի որ դիմումների հարթակը բացվելու է ապրիլի 22-ից, այն ընտանիքները, որոնք չեն հասցնի դիմել այս ամսվա ընթացքում, կարող են դիմել մայիսին եւ ստանալ նաեւ ապրիլի համար։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։